Բարև ձեզ բարեկամներ, Հակ TV-ն կրկին իր երթական միացումն է կազմակերպել Մոսկվայից։ Գիտեք, հիվանդանոցային այս պալատից արդեն սովորել եմ մեր ամենօրյա այս հաղորդակցությանը եւ կարծես մեր երկրորդ ստուդիան է այն դարձել։ Իսկ հա Երևանյան տաղավարում այսօր մենք իսկապես նորից շատ լավ հյուր ունենք, միանձնավորություն, ում ես վաղուց համարում եմ մեր ծրագրի լավագույն բարեկամն ու ընկերը։ Դե խոսքս ձեզ բոլորիդ քաջածանոթ քաղաքագետ Հայ կառուցողական կուսակցության նախագահ մեր լավագույն վերլուծաբաններից մեկի Անդրեաս Ղուկասյանի մասին է։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան։ Բարև ձեզ Համլետ եւ շնորհավոր բոլոր անցած տոները թող կարմիր ձին ձեզ ծառայի այս տարի եւ տանի ձեզ դեպի նորանոր աջողություններ։ Հուսանք, պարոն Ղուկասյան, որ կարմիր ձին կծառայի մեր բոլոր նպատակներին, իսկ նպատակներ, ծրագրեր շատ ունենք, ես կարծում եմ դուք նույնպես, եւ ամենակարևորը մեր համագործակցությունը պիտի շարունակենք։ Դե այն իրավիճակը, որ այսօր ստեղծված է Հայաստանում, մեզ համար վաղուց սովորական է դարձել։ Ոչինչ պարզ չի, ասում է, պարզ է, որ ոչինչ պարզ չէ։ Հիմա տեսեք, արդեն թեվակողել են 26-ը, իսկ 26-ը ընտրությունների տարի է, հունիսին տեղի կունենան համապետական ազգային ժողովի համապետական ընտրությունները եւ իհարկե բոլորի ուշադրությունը բևեռված է այդ կարևոր իրադարձությանը։ Ասեմ ձեզ, որ ընդամենը մեկ օր առաջ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարեց, որ Հայաստանում նախապատրաստական շրջան է ընտրությունների եւ մեր ունեցած տեղեկություններով այսօր լավագույն ցուցանիշը վարկանիշը ունի ներկա իշխող ուժը Փաշինյանի գլխավորությամբ։ Դուք պատկերացնում եք Թուրքիայում ինչ կարծիք ունեն այսօր տիրող իրավիճակի մասին։ Դուք ինչ կարող եք ասել։ Ֆորմալ առումով, այո, հարցումները վերջի ցույց տվեցին, վերջի նկատի ունեմ 3-4 ամիս առաջ International Republic Institute-ի հարցումները, որ Փաշինյանը ունի 12-14% աջակցություն հարցվածների, այսինքն ընտրությունների դեպքում կարող է ակնկալել մինչև 30% ձայներ, եթե ֆորմալ, այսպես ասած, բուն թվերից փորձել ինչ-որ եզրակացություն անել, ինչը այդքան էլ ճիշտ չի ընտրություններին գնահատական տալու ժամանակ։ Եվ նույնիսկ այդ թվերը վկայում են, որ Փաշինյանին հաղթանակ, այսպես ասած, երաշխավորված չէ այս ընտրություններում, մեծ ինտրիգ կա, որովհետև հասկանալի է, որ 100 հազարավոր մեր քաղաքացիները հիասթափված են այսօրվա քաղաքականությունից, կառավարության թե արտաքին թե ներքին եւ մեծ, այսպես ասած, դժգոհության պաշար կա, այսինքն բողոքական քվեարկություն կարող է լինել, եթե համապատասխան պայմաններ կստեղծվեն արդեն քաղաքական ուժերի կողմից։ Եվ այդ առումով հատկանշական է, որ Թուրքիան անդրադառնում է Հայաստանում ընտրությունների, տպավորություն է, որ իրենք ակնկալում են Փաշինյանի հաղթանակը եւ ակնկալում են, որ այն քաղաքականությունը, որ մինչ օրս իրականացվել է, շարունակվելու է հետագայում։ Սա եւս իր ազդեցությունը կունենա քվեարկության ժամանակ, մարդիկ արդեն դա հաշվի կառնեն։ Պարոն Ղուկասյան, ես պիտի ասեմ, որ այն իրավիճակը, որ այսօր ստեղծված է մեր տարածաշրջանում, դա ինչու՞ միայն մեր տարածաշրջանում, աշխարհում շատ նույնպես մտահոգում է, հատկապես Իրանի շուրջը տեղի ունեցող զարգացումները։ Ի վերջո այստեղ ինչ կարող է տեղի ունենալ, այսինքն ես նկատի ունեմ Իրանը ասում են շատ մոտ է հերթական պայթյունին եւ նույնիսկ ասում են, որ կարող է իշխանափոխություն տեղի ունենալ։ Այդ մասին կուզենայի խոսեիք։ Վերջի բողոքի ցույցերը գնահատվում են որպես բարձր ակտիվություն ունեցող ցույցեր, ամենահզոր ցույցեր Իրանի վերջի տարիների պատմության մեջ եւ ցավոք սրտի մեծ թվով զոհեր եղան այս օրերին, կարելի է ասել քաղաքական ակտիվության գագաթնակետը անցյալ շաբաթվա ուրբաթ օրն էր,
երբ որ միլիոնավոր մարդիկ դուրս եկան փողոց պահանջելով Իրանում լրջագույն բարեփոխումներ, իշխանափոխություն եւ ըստ էության այսպես ասած կարմիր գծով անցնում է այն կարգախոսը, որ Իրանի ժողովուրդը կուշտ է իսլամական Իրանի Հանրապետության այդ հասարակարգից եւ մարդիկ ցանկանում են աշխարհիկ պետություն ունենալ իրենց հայրենիքում։ Դա իհարկե ազդանշան է, որ Իրանի հանրության ներսում արմատական փոփոխություններ տեղի ունեցան վերջի տարիների ընթացքում եւ Իրանը այո կարելի է ասել մտնում է անցումային շրջան։ Այդ իսլամական ֆունդամենտալիստական ղեկավարությունը Իրանի հավանաբար պետք է հեռանա։ Դա ժողովրդի պահանջն է եւ այդ գործընթացը կարելի է ասել մեկնարկեց նաեւ տեսնում ենք արտաքին լուրջ ճնշումների տակ, որովհետեւ ԱՄՆ-ն պատրաստ էր ընդཐུպ ռազմական միջամտության այս իրավիճակում եւ երևում է, որ արդեն ինչ որ բանակցություններ են գնում ԱՄՆ-ի եւ Իրանի միջև, Իրանի ներկայացուցիչները ներկայացան բանակցությունների իրենց պատրաստակամությունը հայտնեցին բանակցելու։ Կարծում եմ, որ Իրանում նույնպես կարող են լինել արմատական փոփոխություններ։ Դա անխուսափելի է արդեն այս իրավիճակում, որը որ այսօր ձևավորվել է այդ երկրում։ Մարդիկ հոգնել են այդ ֆունդամենտալիստական հասարակարգից, այդ կրոնական, այսպես ասած, կապանքներից եւ ձգտումը դեպի աշխարհիկ պետություն Իրանի արմատական փոփոխություններ կարող է բերել տարածաշրջանում։ Ժողովրդավարական եւ աշխարհիկ Իրանը դա լիովին այլ պատկեր է ամբողջ այս արևելքի հատվածի եւ Հայաստանի համար դա եւս կարևոր գործոն է, բոլորը հիմա անդրադառնում են դրան, խոսում են դրա մասին, որ Իրանում հեղափոխությունը, Իրանում ժողովրդավարության հաստատումը եւ աշխարհիկ պետության հաստատումը Հայաստանի համար եւս բարենպաստ հետևանքներ կունենա։ Ես պիտի ասեմ, որ իսկապես զարգացումները կարող են նաեւ շատ անսպասելի լինել, բայց տեսեք կա մի խնդիր, որի մասին ուզում եմ անպայման խոսել։ Դուք հասկանում եք, որ վերջերս վերջապես մի ուրախալի լուր ստացվեց, որ մեր 4 ռազմագերիները վերադարձան Հայաստան, դա իհարկե մեծ այսպես հաջողություն էր բոլորիս համար։ Վերլուծաբանների շատերն ասում են, որ դա քայլ էր, որը արվեց ընտրություններից առաջ, Էրդողանն ու Ալիևը ամեն կերպ փորձելու են բարձրացնել Փաշինյանի վարկանիշը, որտեղ նման քայլերով դա միայն կարելի է անել, այդ դեպքում ինչու միջգերիների մասին խոսք չկա, ինչ է, պահում են այսպես մաս ընտրություններից առաջ բաց թողեն, որպեսզի իսկապես կարողանան ստեղծել այդ թվացյալ վարկանիշը Փաշինյանի, ինչով է սա բացատրում։ Իրականում Համլետ իմ կարծիքով թեպետ իշխանությունները հերկում են, որ դա կապ ունի Հայաստանի կողմից 2 սիրիական վարձկանների ազատ արձակման հետ, բայց դա իմ կարծիքով փոխանակում էր։ Ես այդպես եմ համարում, նայելով այդ իրադարձություններին, Հայաստանում պահվում էին 2 սիրիական վարձկաններ, մեկը բավականին բարձր կարգի հրամանատար դրանցից եւ իհարկե Սիրիայի նոր իշխանությունները պետք է այդ հարցը փորձեին առաջ տանեին իրենց համախոհներին ազատ արձակելու, այսինքն այդ բանակցությունները ինչ որ միտեղ գնում էին։ Հայաստանի համար խնդիրը իմ կարծիքով պիտի լիներ փոխանակում բոլորը բոլորի դիմաց, որովհետև սա իսկապես հարմար իրավիճակ էր այդ գերիների էջը թերթել, փակել, այդ հարցը ընդհանրապես օրակարգից հանել։ Ինչու
Փաշինյանը գնաց ավելի նվազ փոխանակման այսպես շեմին, ակնհայտ անհավասար փոխանակում է այն առումով, որ բաց թողված, ասում եմ, այդ սիրիական գերիներից մեկը, վարձկաններից մեկը բավականին բարձր կարգավիճակ ուներ սիրիական այդ ռազմական ուժերի համակարգում եւ Հայաստանը ես համոզված եմ, որ կարող էր առաջ քաշել սկզբունք բոլորի դիմաց։ Այո, այստեղ ինձ թվում է, որ Փաշինյանի համար ընտրությունների առումով բավական է նաեւ այս արդյունքը ցույց տալ, որ ինչ որ մի շարժ կա եւ ինքը հավանաբար դրա համար իր այսպես ասած շեմը իր կողմից Հայաստանի պահանջների իջացրեց նվազագույնի։ Ավելի նվազ փոխանակում դժվար էր պատկերացնել։ Ես դրա համար դրան նայում եմ ոչ թե որպես հաջողություն, իհարկե յուրաքանչյուր մարդ, որ ազատվում է ադրբեջանական գերիությունից, մեզ համար դա ուրախալի լուր է, բայց դիվանագիտական տեսակետից, քաղաքական տեսակետից ես դա կգնահատեի որպես Հայաստանի պարտություն, որովհետև ինչպես դուք ճիշտ նկատեցիք, այլևս ոչ մի ռեսուրս Հայաստանը չունի մնացած գերիներին ազատ արձակելու համար։ Այս երկու սիրիացիները լուրջ այսպես ասած գործոն էին, որը կարելի էր գործածել եւ շատ ավելի շուտ հասնելու մեր գերիներին ազատ արձակելու համար։ Շատերը կասկածում են, որ առհասարակ իշխող ուժի մոտ, Հայաստանի իշխող ուժի մոտ կա խնդիր Արցախի նախկին ղեկավարների ազատ արձակման եւ Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման հարցում, որովհետեւ քաղաքական իմաստով դա ոնց որ մրցակից կողմի ճամբարի ներկայացուցիչներ են եւ պաշտոնական Երևանի հետաքրքրությունը այդ մարդկանց ազատ արձակելու հարցում երևում է, որ շատերին թվում է, որ այդքան էլ բարձր չէ։ Սա էլ կարող է գործոն լինել, ինչի մենք այսպես իմ կարծիքով անհավասար փոխանակման ականատես ենք, երբ որ մեծամասնությունը գերիների շարունակում են մնալ Ադրբեջանի բանտերում։ Եվ դա նշանակում է, որ իրենց ազատելու համար Հայաստանը պիտի այլ զիջումներ անի։ Ինչ զիջումներ դժվար է հիմա ասել, բայց այն, որ այդ գերիները Ադրբեջանը օգտագործում է առևտրի համար, դա ակնհայտ է։ Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ գերիների ազատումը տեղի է ունենում ինչ որ բանի դիմաց։ Մենք մի քանի տարի առաջ ականատես ենք եղել, երբ որ այդ Corp 29-ը Ադրբեջանում անցկացնելու հետ զուգահեռ տեղի ունեցավ մեր գերիների մի քանիսի ազատ արձակումը։ Այն ժամանակ ես նույնպես այն կարծիքի էի, որ այդ քայլերը փոխկապակցված են եւ դա փոխանակում է։ Հիմա էլ ավելի է ամրապնդվում իմ այդ կարծիքը, որ Ադրբեջանը օգտագործելու է մեր գերիներին տարբեր քաղաքական, այսպես ասած, խնդիրներ լուծելու համար։ Պարոն Ղուկասյան, ես ուզում եմ մի թեմայի էլ անդրադառնալ, խոսքս Հայաստանում շարունակվող դատավարությունների մասին է, որոնց մեծ մասը կարելի է ասել շինծու, այսպես արհեստականորեն ստեղծված գործընթաց է, եւ դատում են մարդկանց, ովքեր փորձում են դեմ խոսել ռեժիմին։ Այս դատավարությունների վերջը ինչպիսին պիտի լինի։ Դեռ շատ են լինելու քաղբանտարկյալները Հայաստանում։ Դուք այս թեմային քաշ ծանոթ եք, որտեղ ժամանակին ձեր մաշկի վրա զգացել եք, թե ինչ է նշանակում, երբ անարդար դատավարություն է անցկացվում։ Ես ինքս հիմա նման դատավարության մեջ եմ գտնվում, մի իմ դեմ մեղադրանքը գիտեք առ այսօր դատախազությունը պնդում է, եւ այո, հիմա դատական process-ում, երբ որ ուսումնասիրվում են տեսագրությունները որպես ապացույց,
արձագանքը գործով դատախազի վկայում է, որ կա կուրս, կա ոնց որ արգելք արդարադատությունը իրականացնելու։ Դատախազությունը կոնկրետ իմ գործով շարունակում է պնդել իր շինցու մեղադրանքը եւ համոզված եմ, որ այդպիսի գործեր Հայաստանում շատ կան, համաձայն եմ ձեր գնահատականի հետ։ Գլխավոր գործոնը, որ կարող էր ազդել այս իրավիճակի վրա, դա եվրոպական պետությունների, Եվրամիության ազդեցությունը կարող էր լիներ։ Բայց հիմա ոնց ես հասկանում եմ Հայաստանի եւ եվրոպական պետությունների Եվրամիության հարաբերությունները բավականին ցածր մակարդակի վրա են գտնվում եւ Հայաստանը, այսպես ասած, պատնեշ է ստեղծել, թեպետ եւ խոսում են եվրոպական օրակարգի մասին, համոզված եմ, որ իշխանությունները փորձելու են այդ դրոշակով ընտրություններից առաջ հանդես գալ, բայց փաստացի, եթե մենք տեսնում ենք, որ եվրոպական կառույցները, եվրոպական պետությունները լուրում են Հայաստանում սելեկտիվ արդարադատության հարցում չեն քննադատում Հայաստանի իշխանություններին, նշանակում է, որ իրենք այս պայքարից, այս քաղաքական իրավիճակից իրենց դուրս են զգում եւ թողնում են իրավիճակը ինքնահոսի, ինչից եւ օգտվում է այսօրվա կառավարությունը։ Բայց նման դատական համակարգով շարժվել դեպի Եվրամիություն դա բացառված է։ Դա բացառված է, մենք կարող ենք դա տեսնել Թուրքիայի օրինակի վրա եւ բազմաթիվ այլ օրինակներ կան պետությունում, որտեղ որ դատական համակարգը չի գործում անկախ եւ ազատ եւ արդար, նման պետությունը չի կարող ակնկալել որևէ լուրջ համագործակցություն Եվրամիության հետ։ Դրա համար իմ կարծիքով այսօր մենք մի կողմից տեսնում ենք կարծես կոնսենսուս ԱՄՆ, Թուրքիա, Ռուսաստան, Հայաստանի շուրջը եւ Փաշինյանի տեխնացության շուրջը եւ այդ բոլոր պետությունները հավանաբար եւ հովանավորում են այդ քաղաքականությունը Հայաստանի սառեցնել, դանդաղեցնել հնարավորինս Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունները։ Այսինքն Հայաստանի այդ արտաքին քաղաքականության վեկտորը իմ գնահատմամբ գտնվում է այսօր շատ թույլ վիճակում, տեսանելի է, որ Հայաստանը տարիներ շարունակ չի կարող գոնե վիզաների ազատականացմանը հասնի Եվրամիության հետ, որը որ երևի բոլոր խնդիրների շրջանակից, ծրագրային հարցերի շրջանակից Հայաստանի Եվրամիության օրակարգի այսպես փոքր խնդիրն է իրականում։ Եթե դա չեն կարող անել մնացած խնդիրների համար, իհարկե պարզ է, որ իրավիճակը այսօր շատ հեռու է։ Գիտեք, շատ է խոսում Թրամփի ուղու մասին, վերջերս էլ գիտեք, Հայաստանի արտգործնախարարն ու Միացյալ Նահանգների նրա գործընկերը հանդիպեցին Վաշինգտոնում, կարծես թե շատ լուրջ բանակցություններ են գնում եւ առաջիկայում մենք պիտի հրաշքի սպասենք, բայց որքանով է իրատեսական Թրամփի այդ ուղու շուտապույտ, ասենք, շահգործման հանձնելու գործընթացը եւ արդյոք դա ռեալ է, թե հերթական բլեֆն է։ Ես կարծում եմ, որ Միրզոյանը կոչ արեց կարդալ ինչ-որ պայմանագիր, հավանաբար, բայց ես դեռ դա չեմ ուսումնասիրել, որ գնահատական տամ։ Ես կարծում եմ, որ այդ հարցում եւս Հայաստանը դեռևս շատ հեռու է որևէ շոշափելի արդյունքներից, որովհետեւ իմ համոզմունքն է, որ այդ, այսպես ասենք, Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող տրանսպորտային համալիրը կամ ուղին կամ միջանցքը, ոնց ուզում եք անվանեք, իրականում նշանակություն ունի միայն Ադրբեջանի համար։ Ինքը չունի
իմ գնահատմամբ այս պահին ես չեմ տեսնում որևէ հիմք համարել, որ աշխարհտնտեսական ինչ որ գլոբալ ապրանքային փոխանակման համար գոյություն ունեցող կոմունիկացիոն համակարգի դա կարող է կարևոր էլեմենտ դառնալ։ Այն որ Ջևան այդ կապը հնարավորություն է տալիս Ադրբեջանին շրջանցել Իրանը, դա ակնհայտ է Նախիջևանի հետ ապրանքափոխանակման հարցում։ Այսինքն դա ալտերնատիվ է Իրանի տարածքով Ադրբեջանից Նախիջևան կապ ունենալու հարցին։ Բայց որ դա կարող է դառնալ ինչ որ ավելի մեծ բան, դեռևս այդպիսի հիմքեր չկան, միգուցե հեռանկար կարող է լինել, եթե նավթային, գազային, ինչ որ գազամուղեր եւ այլն Հայաստանի տարածքով անցնեն, բայց դա շատ հեռավոր ապագայի ինչ որ այսպես ասած հարցեր են, այսօր գետնի վրա կարծում եմ ոչ մի նման նախադրյալ նույնիսկ գոյություն չունի։ Շատ հեռու է, թե Հայաստանը, թե ԱՄՆ-ն այստեղ ինչ որ բանի։ Եվ ես կասեի, ոչ թե բլեֆ է, այլ բնականաբար դա նախընտրական փուլում ԱՄՆ-ի աջակցությունն է Փաշինյանին։ Այդպես պիտի մենք այս հարցին իմ կարծիքով նայենք, տեսնում ենք, որ ինչպես ասեցի, եւ ԱՄՆ-ն խոսած ներկայացնելով իր աջակցությունը այդ թրիփի ուղու վերաբերյալ ինչ որ ծրագրով, Թուրքիան խոսած հույս հայտնելով, որ Փաշինյանը կհաղթի, իմ կարծիքով Ռուսաստանն էլ ինչ որ մի եղանակով իր դիրքորոշումը կմատուցի։ Ես համոզված եմ, որ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև կա կոնսենսուս Հայաստանի այսօրվա արտաքին քաղաքականության հարցում։ Եվ իրենք այսպես ասած այս պայդրությամբ գործում են մեկը մյուսին լրացնելով եւ բոլորը միասին Եվրոմիության դեմ։ Այսպես եմ ես պատկերը տեսնում։ Իմի հարց էլ կա, որին ուզում եմ պատասխանեք որպես Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի։ Գիտեք, չէ՞ հիմա մեզ մոտ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին է որոշում նաև եղանակը։ Մի խոսքով նման անհեթեթություններ, նման կարգախոսեր, որը մեզ համար արդեն արժեքազրկված է։ Լավ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչպես եք վերաբերում այս սարսափելի տոկոսների բարձրացմանը կապված հարկերի հետ, ինչը պարզապես աննկարագրել է։ Փաստորեն այս իշխանությունները ուզում են իրենց ծախսերը, ամեն ինչ իրենց բյուջեն լցնեն մեր հարկերի օգտին։ Չեք կարծում, որ մի քանի 100 անգամ բարձրացնելով տոկոսները այդ հարկերի, մենք կարող ենք մեր ազգաբնակչությանը հասցնել աղքատության շեմին։ Ես չեմ կարծում, որ դա մտահոգում է կառավարությանը, որովհետև նաև այն ելույթը Փաշինյանի, որտեղ նա ասում է, այդ մի քանի հազար դրամը թոշակառուներին ինչ պիտի տա, վկայում է, որ այդքան էլ լուրջ ոչ ոք չի մտածում մեր երկրի քաղաքացիների բարեկեցության մասին։ Այո, մենք ունենք այնպիսի տնտեսական մոդել, որը որ պահպանելու համար հարկերի բարձրացումը այս կառավարությունը ուրիշ եղանակ այդ մոդելը պահպանելու համար բացի հարկերի բարձրացումից չի տեսնում։ Հայաստանը ունի լուրջ խնդիր արտաքին առևտրի ոլորտում, մենք ավելի շատ ենք անգամներ ներմուծում, քան արտահանում, դա անհրաժեշտություն է ստեղծում ներգրավել արտարժութային վարկեր, իսկ այդ վարկերը ստանալու համար հարկավոր է ցույց տալ պետական բյուջեի ավելի մեծ մուտքեր։ Եվ այդ կառավարությունը, այսպես ասած, առանց երկար մտածելու իմ կարծիքով, ամեն տեղ, որտեղ կարելի է բեռը, այդ պետական պարտքը, եթե հիմա նայեք, ինչ մակարդակի է հասել,
այդ պարտքը սպասարկելու բեռը դնում եք մեր քաղաքացիների ուսերին, որովհետև քաղաքացիներին այսօր զբաղացնում են ուրիշ բաներով, չէ՞, թեժ պայքար վեղափարի դեմ։ Սա է մեդիայի, այսպես ասած, կոնտենտի այսօր մեծամասնությունը կազմող ինֆորմացիայի, այսպես ասած, բաժինը։ Հայաստանում չեն քննարկում ինչպիսին պիտի լինի սոցիալական ապահովության համակարգը։ Հայաստանում չեն քննարկում ինչպիսին պիտի լինի աշխատանքային շուկան։ Ինչպես անել, որ երիտասարդները, որոնք որ ստանում են կրթություն, կարողանան իրենց համար տեղ գտնեն, աշխատատեղեր գտնեն այդ տնտեսության մեջ Հայաստանի։ Այդ հարցերը քաղաքական դիսկուրսներից դուրս քննարկվում է, չէ, այդ կհաջողվի Փաշինյանին վեղափարին ստիպել հրաժարական տալ, չի հաջողվի, այսպիսի հարցեր։ Իսկ այդ հարցերը ինչի են քննարկվում։ Դիտավորությունը ստեղ ես տեսնում եմ նրանում, որպեսզի այո, հեռու պահել մեր քաղաքացիներին այն իրական իրենց իրավունքներին, շահերին, ազատություններին վերաբերվող հարցերից, որը որ կառավարությունը հետս հետ է, այսպես ասած, սահմանափակում է Հայաստանում, տեսանք ինչև այդ քննարկեցինք, որ արդարադատությունը սելեկտիվ է աշխատում, այսինքն խոսքի ազատությունը եւ այլն, դեպքեր կան, որ քրեական պատասխանատվության են ենթարկում մարդկանց արտահայտած կարծիքների համար, եւ այլն եւ այլն։ Այդ ամբողջը դա, այսպես ասած, աստիճանաբար հարձակում է հասարակության վրա, այսինքն այդ 18 թվականի հեղափոխությունից հետո կարծես թե ազատության այսպես մթնոլորտ ձևավորվեց, հիմա տեսեք այդ ամեն ինչը ժողովրդից հետ են վերցնում քայլ առ քայլ։ Նու, այսպես տեսանելի օրինակը, դուք հիշում եք ազգային ժողովի բակը բացել էին բոլոր քաղաքացիների համար։ Չէ, 18 թվականի այդ փոխությունից հետո, իսկ հետո փակեցին, հետո այսպես ասած ավելացրեցին այդ պահակային ծառայությունը եւ հիմա երբ որ դուք անցնում եք Բաղրամյան պողոտայով ազգային ժողովի կողքով, դուք անպայման կտեսնեք ինքնաձիգերով զինված բազմաթիվ ծառայողներին, մեր անվտանգության ծառայության աշխատակիցներին Եվ այդ պատկերը, եթե համադրենք այն պատկերի հետ, երբ որ դա բաց էր եւ այսպես ասած մարդկանց այցելության համար այդ ազգային ժողովի բակը, ինքը նկարագրում է այդ վիճակը, ինչպես են ազատությունները հետ վերցնում աստիճանաբար, կամաց դնում մարդկանց ավելի մեծ հարկային բեռի տակ, սահմանափակում ազատությունները տարբեր տեսակի օրենսդրական ակտերով եւ դա այսօր այդ միակ ձևն է, ինչպես կառավարությունը, այս կառավարությունը կարող է կառավարել։ Այլ կերպ իրենք կառավարել չեն կարող։ Դրա համար շատ պատճառներ կան, դուք գիտեք, այդ բազմաթիվ քննարկել ենք, չի կարող մի վերնախավ պետությունում, որը որ իր սեփական ժողովրդի դեմ դավադրության մեջ է գտնվում շարունակական ժամանակ, տարիների ընթացքում, որևէ օգտակար բան մշակել, պես ասած, իրականացնել ժողովրդի համար։ Մարդկանց թվում է, որ այդ ճանապարհները ասֆալտում են իրենց համար, բայց դա այդպես չի։ Մարդկանց թվում է, որ ինչ-որ, այսպես ասած, բարեփոխումներ իրական կամ ոչ իրական կամ կիսա իրականացվում են իրենց համար, այդպես է մատուցվում, բայց դա իրականում այդպես չի։ Կա նեղ արդեն բոլորին տեսանելի շրջանակ շահառուների, ում օգտին է այդ ամենը կատարվում։ Եվ այո, Հայաստանը օլիգարխիայի այսպես ազդեցությունը մենք տեսնում ենք, շարունակում է մնալ անարդար տնտեսական համակարգով երկիր, որտեղ ոմանք ստանում են
մեծ շահույթներ վճարում են ցածր հարկեր, իսկ ոմանք ստանում են փոքր եկամուտ եւ իրենց ստացած եկամուտի մեծ մասը տալիս են պետության։ Խոշոր սեփականատերերը իրենց եկամուտների 18%-ն են տալիս այսօր Հայաստանի պետբյուջեին, իսկ այսպես վարձով աշխատող բիզնես անող միջին խավի փոքր բիզնեսի ներկայացուցիչները մինչև 40-50%, այսինքն կարելի ասել տարվա կեսը աշխատում են պետության համար։ Ամլե ջան, ֆեոդալիզմի ժամանակ գյուղացին դասագրքերից, հա, մեր հիշում ենք մեկ ամիս աշխատում էր այդ ֆեոդալի համար, կալվածատիրոջ համար, եւ դա անտանելի, անարդար, ճնշող համակարգ էր, որը բերեց ֆեոդալիզմի տապալման։ Իսկ այսօր Հայաստանում մարդիկ կես տարի աշխատում են պետության համար։ Եթե մարդը իր հարկերի կեսը վճարում է պետությանը, չէ, դա նշանակում է, որ կես տարի պարզապես աշխատում է պետության համար։ Իր աշխատանքի արդյունքի կեսը տալիս է պետությանը։ Դա վերաբերվում է աշխատող մարդկանց, դա վերաբերվում է փոքր բիզնեսին, եւ դա չի վերաբերվում խոշոր սեփականատերերին։ Այսպիսին է Հայաստանում կառուցվածքը տնտեսության, որը գործում է իրականում ի օգուտ խոշոր սեփականատերերի եւ պետությունը դա սպասարկում է։ Պարոն Ղուկասյան, իհարկե իրականացավ 18 թվականի Փաշինյանի կապույտ երազանքը, այդպես հարստացան մարդիկ, բայց իհարկե հարստացավ ինքը ու իր նեղ շրջանակը այդ փոքրիկ խմբակը, որ այդպես շատ անհասկանալի եկավ իշխանության, թալանը հասցրեց մի այնպիսի մակարդակի, որ անգամ սարսափելի է մտածելը, բայց թող լավ իմանան, որ ամեն ինչի վերջն էլ գալու է։ Ես հույս ունեմ, որ 2026 թվականի համապետական ընտրությունները պետք է շատ լուրջ պատասխան տան բոլոր այս հարցերին, այլապես այս այլանդակությունը երկար չի կարող շարունակվել։ Շնորհակալություն, որ եկաք։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի բարեկամներ, մենք հերթական անգամ հյուրընկալել ենք Հայ կառուցողական կուսակցության նախագահ մեր լավագույն քաղաքագետներից մեկին Անդրեաս Ղուկասյանին։ Իհարկե առաջիկայում էլ սպասեք նրան, որովհետև պարոն Ղուկասյանը շատ հետաքրքիր այսպես վերլուծություններ է անում մեզ համար։ Ես կարծում եմ դա շատ օգտակար է։ Այսօր այսքանով բավարարվենք, լավ եղեք, լավատես ամենակարևորը եւ հավատացեք, որ բոլոր տեսակի դաժանությունների վերջը ուշ թե շուտ գալիս է։ Ցտեսություն։